գհիմնվի այս նույնը սկսելու համար Բորխես անունով ձանոթ հեղինակին մեկ վիբագին վրա, որուն վերնակիրն է սպաներեն Pierre Menard, auteur del Quijote. Pierre Menard, Quijote-ի, Don Quijote-ի հեղինակը։ Լույս տեսած է սպաներեն 39-ին հանտեսով և հետո քիրքով երկու անգամ 41 և վերջնական Ֆիչիոնես անունով քիրքին մեջ 44-ին։ Հայերենը կարծես թե դրամատրելի է, քանի որ ինձ այնպես կթվի, որ արևելահայերեն թարգմանություն մգա, որ ես չեմ տեսած, բայց գա նաև արևմտահայերեն թարգմանությունը Վարդան Պետրոսյանին կողմէ եղած իմ խնդրանքովս և լույս տեսած վերջերս ինքնակիրի գայքեչին վրա։ Այդ վիբագին մեջ Բորխես գերեվագայ է Pierre Menard անունով ֆրանսացի ժամանակագից քրոմը, իրեն ժամանակագից, ըսենք 39-ին, ինչու չէ, որ որոշած է դողարդող, պարարպար, քրել վերստին Սերվանտեսի Դոն Քիխոտեն ու արդատրած է այդ ծևով երկու գլուխ, քանի որ գրնակ երևակայել, որ Դոն Քիխոտեն պարարպար գրկնելը անհուն, անվերջ աշխատանք մնե։ Ուրեմն այդ ծևով արդատրած է երկու գլուխ Սերվանտեսի հռչակավոր գործին առաջին մասին 9-րդ և 38-րդ գլուխները և նաև քանի հատվածներ։ Իր մասին կպատմվի, որտեղ վիբասանը գխոսի Pierre Menard-ի մասին և գսե, որ ներշնչվեր է իմիջայլոց նովալիսեն, նովալիսը լալով անշուշտ ձանոթ 18-րդ տարու վերջավորության 19-րդ տարու սկիզբի ռոմանտիկներու, վիբաբաշներու, գերմանացի վիբաբաշներու առաջին սերունդեն կարևոր գլխավոր ներկայացուցիչներ են մեկը, ուրեմն ներշնչվեր են նովալիսեն, անոր կողմէ բանացեված թրույթեն, ինչ որ մեկ թրույթեն հեղինակի հետ ամբողջապես նույնանալու մասին։ Քիչ մի հետքը պիտի գարտանք այդ նովալիսի այդ գոդորագը, որուն կհղե անուղագի գերբով Բորխես և ուրեմն Բորխես ըսել գուդա իր բատմասանին երկու քրություն անհավասար արժեք ներկայացնող ներշնչած են իր ծրագիրը, մեկը նովալիսի այդ բանասիրական հատվածն է, Դրեզդենի հրատարակության մեջ թիվ 2005-ը, ճշգրտության սիրույն, որ դվյալ հեղինակի հետ ամբողջական նույնացումի գաղափար կզարգացնե։ Նաև կանտրատարնակ Բորխեսի այդ գրելու սովորական ծևին, որ վիբագի մեջ, այսինքն քրական գդորի մեջ կմտցնե բանասիրական ամենաջշգրիտ հղումը այսինչ թիվը նովալիսի այսինչ քիրքին իմիջայլոց պիտի գարտամ այդ գոդորագը, այդ հրատարակությունը անշուշտ որ գա Դրեզդենի հրատարակությունն է նովալիսի եւ այլն, եւ պիտի լսեք թե ինչ կսե նովալիս Բորխեսեն 150 տարի առաջ։ Պետք է հասկանալ, որ այդ հատվածը գարտալի առաջ, որ Բորխեսի Pierre Menard-ին հարցը Դոն Քիխոտեն ընտորինագել չէ, բացարձակապես ընտորինագել բիრი նշանագել Դոն Քիխոտեն ահոս տնել և դողարդող քրիչով վերջո հոնքրվածը ընտորինագել, այդ չէ ծրագիրը, ընտորինագում չէ, ծրագիրը զայն գրկնել է պարարպար, որ չի նշանագել ընտորինագել։ Այդտեղ հասնելու համար անշուշտ այդ Pierre Menard-ը ֆրանսացի գրող 20-րդ տարու 300 տարի վերջը գրնակ երևակայել պետք է նախ սպաներեն գիտնար, քանի որ հարցը նույն Դոն Քիխոտեն գրկնել է, այսինքն պարարպար, ուրեմն նախ պետք է սպաներեն գիտնար եւ սորված լար իր լեզուն չէ, ֆրանսացի գրողն է Pierre Menard-ը, սորված լար սորվել են անտին պետք է գադարելապես սորված լար լեզվին մեջ մտնելով
եւ նույնքան սպաներեն գիտնալով որքան Cervantes-ը եւ նաեւ 300 տարի առաջվան սպաներենն է ոչ թե այսօրվան սպաներենը ուրեմն ինչ աշխատանք պետք է դարաձելար այդ Պիերմենաղը եւ ցևովը նույնացումը ծայրակույն աստիճանի հասցնելով պետք է ներսեն ապրեր ու փորձարգեր Cervantes-ի ամեն մեկ բառին անհրաժեշտությունը համոզիչ փաստարկումներով եւ մյուս բոլոր գարլությունները ու դարբերակները փորձել է յետ այսինքն հիմա այս նախատեսությունը գնայիմ Cervantes-ը բայց ասկա գրնար ուրիշ ցավով կրվիլ թերևս բայց հետո փաստարկումները գտնեմ թե ինչու այն ուրիշ ցավով չէ կրված այլ այս ցավով կրված է ուրեմն գկրեմ այդ նախատեսությունը հետո հաջորդին գանցնեմ եւ այլն նույնացում բառը ուրեմն ճիշտ բառը չէ քանի որ Պիերմենաղին նպատակը Cervantes դառնալ չէ Պիերմենաղ պետք է մնա գսե Բորխես ինչ որ է 20-րդ դարու գրող եւ հասնի Դոն Կիխոտեին իր իսկ փորձառություններուն ընդմեջեն Պիերմենաղի մասին է եւ Դոն Կիխոտեի գրվածքը վերստին ստեղծելով բայց 20-րդ դարուն ստեղծելով ոչ թե 17-րդ դարուն եւ հստակ է որ նույն գործը փարարփար նույն գործը պիտի չլա քանի որ երբ որ 20-րդ դարուն գործը մգարդացրեք այն պիտի նույնը պիտի չլա ինչ որ արտադրված էր 17-րդ դարուն նույնիսկ եթե նույն բարերն են նույն ստորագետներն են փարացի եւ դարացի գերբով գործը կդարձնե բացարձակ Միշտեր Cervantes-ին գրառումով բազաբես բադահական էր այդ գործը նույնիսկ եթե այդ բադահականությունը պատմական անհրաժեշտություն մնալ ուներ իր մեջ 17-րդ դարուն Cervantes կգրեր յանդատրապար բոլորին հասկանալի սպաներենով 20-րդ դարուն ֆրանսիացի գրողի մգորմե վերստեղծված սպաներենով այդ նույն գործը գտարնա ամբողջովին անհավանական առարգամը անշուշտ վերստեղծե Terevs պատմավեբի ժանրը առանց դեղագանքույնի, առանց դարաշխարհիկ երևնալու համար ովևէ չանք տապելու նույն գործն է եւ սակայն դարբեր որովհետեւ արտադրության համաձայնը փոխված է ամբողջությամբ երբ որ համաձայնը արտադրության կամ համակիրը շրջանակը կփոխվի գործը նույն գործը չլար ուրեմն ավասիկ Բորխեսին շքեղ երազանքը որ գրամցվի Բորխեսին գոմե Պիերմենաղի գործին նվիրված քրախոսականիմը բادرվագով ինչ որ գգարտակ մենք ընթերցողներ ինչ որ գգարտանք երբ որ գգարտանք Բորխեսի վիբագը ասենք բամնե քրախոսական մնե Պիերմենաղի գործին մասին եւ երազանք մնե որուն ներշնչումը ինչպես քիչ առաջի գուկա ուղագի գերմանական վիբաբաշտության մդորումներեն Բորխեսին հետաբնթած հարցը թարգմանության հարցն է թե ինչ կնշանակե թարգմանել Սովորաբար երբ որ կթարգմանենք մեկ լեզվեն մյուսը եւ այդ լեզուները դարբեր անշուշտ շրջանակներ ունին դարբեր մշակութային արժեքներ դարբեր աշխարհներու կպատկանին կամ ոչ բայց ամեն բարակայի թարգմանությունը սովորաբար կհասկացվի որպես եւ ուրիշ ձևով ինչպես կնար հասկացվել որպես փոխադրությունը մեկ լեզվեն մյուսը գիտեք որ տարերու ընթացքին թարգմանության շատ դարբեր ցևեր եղած են եւ ոչ միայն ցևեր այլ ասենք թարգմանությունը մտածելու հղանալու եւ նաեւ կորցատրելու դարբեր ցևեր լավ գիտեք հավանաբար որ օրինակ ռոմեական շրջանին ասկե 2000 տարի առաջ կամ ավելի գտակմանեին հունարենե եւ ի վերջո իրենց ամբողջ մշակույթի ադաղցը գազմված էր այդ թարգմանություններու շարքեն ցևովը բայց չէին թարգմաներ ինչպես մենք կհասկանանք թարգմանությունը ցևովը բարձրացելու համար ճշգրտության բան անհրաժեշտությունը իրենց մոտ չկար բարձրապես կփոխադրեին իրենց հասկացած ցևովը եւ այս
հին 2000 տարի առաջվանն է, հսկնալի է, բայց նաև եթե փախտadek 18-րդ դարուն ասենք, ասենք բավական մոտ հիմա շրջանը 200 տարի առաջ, երբ փախտadek ֆրանսական թարգմանությունները, ֆրանսերեն թարգմանությունները հին քրագանության օրինակ գանցրատարնակ, որ ամբողջովին հարմարեցումներ են ավելի քան թե թարգմանություններ։ Ուրեմն ավասիկ ցեզի ընդհանուր հարցը, որ գվերապերի թարգմանության, անշուշտ որ փուն ասենք փիլիսոփայական մտածողական ատոր հիմունքը հիմա չեմ բարձապաներ, բայց նպատակը հոս հասկանալ անդրադառնալ է հասկանալ է թե ինչ է այդ թարգմանելու արարքը։ Ինչ կապ ունի Պիեր Մենարին եւ Բորխեսին հետ։ Գաբը բարձրապես այն է, որ Պիեր Մենար գտարքման է նույն լեզվին մեջ մնալով։ Իսպաներեն է, իսպաներեն։ Բայց քանի որ 20-րդ դար ենք եւ ոչ 17-րդ դար, ուրեմն արարքն է, թարգմանական արարքը, որ գմնա նույն լեզվին մեջ։ Հիմա բիգարտամ Նովալիսի այդ գոդորագը 3 դող է, շատ կարճ։ Կսե երևյալը, Նովալիսն է խոսողը քրված լալու 18-րդ դարու ամենավերջավորության։ Այսինքն այն շրջանին, երբ որ գերմանները գստեղծեին իրենք որպես թարգմանիչներու ժողովուրդը։ Եվ այս բզդիկ խմբագը Նովալիսի շուրջ շատ բացահայտ գերբով ինքն իրեն գսեր ինչպես կլավ որ մենք թարգմանիչներու ժողովուրդ մտածանք կամ գսահմանեին իրենք որպես թարգմանիչներու ժողովուրդ երդասարտներ էին Նովալիսը 30 տարեկան իր շուրջիները Յենայի այդ մտավորականները վիվաբաշներու առաջին սերունդը իրեն պես 30 տարեկան տղաք էին ուրեմն Նովալիսն է խոսողը գսե այն ադեն միայն ցույց կտամ, որ հասկացած եմ քրողը, երբ ի վիճակի եմ իր ոգիով գործելու։ Երբ առանց իր անհատականությունը նսեմացնելու գրնամ զինքը թարգմանել եւ բազմաթիվ ուղղություններով փոխագերվել։ Այս է եղածը։ Հասկանաք, որ Նովալիսոս գխոսի ընթերցողին մասին։ Նորեն գարտամ, այն ադեն միայն ցույց կտամ, որ հասկացած եմ քրողը, որպես ընթերցող։ Երբ ի վիճակի եմ իր ոգիով գործելու, երբ առանց իր անհատականությունը սեմացնելու, գրնամ զինքը թարգմանել եւ բազմաթիվ ուղղություններով փոխագերվել։ Ինչ որ որպես գնշմարե գդեսնե գուզե ցույց տալ այսքանի մտողերուն մեջ այդ ամբողջական նույնացումի հարցն է։ Նովալիսին անշուշտ մտահոգությունը այստեղ ընթերցումն է, ընթերցողն է, ընթերցողին հատուկ բարդականությունը, ընթերցումի արարքը, որ ամբողջովին գվերստեղծե քրվածքը, գբազմաբատկե զայն, գբարձրացնե երկրորդ, երրորդ կարողության։ Եվ ամեն ընթերցում այս իմաստով բանասիրություն է, Նովալիսին համաձայն, բանասիրություն հոս բարձրապես կնշանակե, որ երբ որ գգարտակ պետք է հասկանաք, կամ գրնակ չհասկանալ, բայց գարտալու արարքին մեջ գա հասկանալու արարքին բոլոր նախադրյալները, որոնք գրնան ներկա լալ կամ ոչ, ուրիշ աշխարհներ բերել, խղել, մտածել, մեկնաբանել եւ այլն։ Ուրեմն ծևովը երբ որ Նովալիս գխսե ամբողջովին նույնանալ քրողին հետ այդ բանասիրական եւ ընթերցողական արարքն է, որ գործեինք ինքին բացադրել եւ գործե բացադրել փոխապերությամբ, որ բանն է, թարգմանությունն է, բայց ուրիշ կողմը հստակ գերբով, փարացի գերբով գխոսի թարգմանության մասին։ Եթե գուզեք փոխապերությունը ընթերցումը որպես թարգմանություն գընթարացնե
թարգմանություն բարին իմաստը քիչիկմը եւ գիտենք որ այդ դեր նաեւ Նովալիսին նկատի ունեցածը քանի որ Նովալիսին ինքնալ երազանք ուներ այդ հարակիդարանային երազանքը ասենք որ շատ արտիական երազանք մնե քանի որ երազը քրագանություն եւ փանասիրությունը անզանազանելի դարձնելն է դերմը հասնել ուր քրագանությունը իր մեջ բարփագե իր փանասիրությունը եւ փոխադարձաբար փանասիրությունը լա քրագան կորց ասենք փամը փորձեցեք երևակայել ուր քրողները եւ համալսարանը իրար մեզած չլան այլ նույնը լան գամ քրագան կորձեր որոնք լան իրենց մեկնաբանությունը ալտենիսկ փանասիրական եւ հոն գան այդպիսի արտիական կորձեր չէ բայց միրն ժամանակ երազանք մնե քանի որ լավ գիտենք որ ի վերջո ինչ որ համալսարան գոչենք եւ ինչ որ արտի փանասիրություն գոչենք հիմնված ամբողջովին քրագանության վերջին հաշվով նոր քաղաքարի վրա որը ստեղծված է ի վերջո այս կերման ժիբաբաշներուն գոմե հոն փանասիրությունը իրականության մեջ եւ ընտագարակը ըստ էության ոչ թե գնույնանա քրագանության եւ քրողին այլ գշակորձե ծևովը զանոնք լալու համար ինքը ինչ որ է գիտենք նաեւ որ Նովալիսի աչքին թարգմանությունը որպես փանասիրական կորձունիություն քրագան կորձը արվեստի դաշտին մեջ անհունացնելու ծևերեն մեկներ ասալ պետք է բացատրել երկու բառով այդ անհունացնելը Գիտարաչ ասի որ Սերվանտեսի կորձը ի վերջո բադահական է այն իմաստով որ գկրվի լեզվով որ ինքը Սերվանտեսը չէ որոշած ի վերջո իր լեզուն էր բադահական լեզուն այսինքն բադահապար ինքը սպանացի էր եթե գուզեք միշտեր այդ կորձայը գգրտնվի պարարպար կամ երբ որ Նովալիսի ծրագիրով երբ որ գնդքրգվի փանասիրական աշխատանքի մեջ որ գդարածվի եւ այլն գործընծնե բացարձակվեց ամբողջությամբ իր բնականությունը եւ գտարնա բացարձակ անհունացումի այս խաղապարեն անգախ Նովալիս թարգմանիչեն եւ ընթերցողեն կբանչե որ ինքն իրեն համար վերադատրե քրվածքի մփարերը նախատասությունները անոնց ծնունդ դված մղումը հետևաբար անոնց ներքին անհրաժեշտությունը ճիշտ ինչպես կներ Պիամենաղ ի վերջո Պիամենաղի նրածն է վեր արդատրել վեր ստեղծել կորձի մփարապար անհրաժեշտությունը ինչու ամեն մեկ բար անհրաժեշտ է չեր գնար ուրիշ բար մլալ պետք է այդ բառը լար եւ այլն ուրեմն ներքին մղումը ու փարացի անհրաժեշտությունը վերստեղծելու այս բանջն է որ արձանագրված է Բորխեսին գոմե եւ վերջինս Պիամենաղին գրել գուտա հետեւյալը բիլիգարտան բզդիկ մեջբերում մնե Պիամենաղն է խոսողը գարձեմ կսե այս խաղը Բորխեսին Պիամենաղն է Բորխեսին քրիչով գրված Պիամենաղն է որ գխոսի այս խաղը զոր գխաղամ ես ինձի հետ երկու փևերային կանոնները կառավարված է առաջինին համաձայն ardոնված եմ փորձելու ծևային կամ հոգեբանական դարբերակներ նայել թե այս մեկ արդյոք կարելի է կամ այս մեկը ուրիշ բան դարբեր իր քրվածքեն իսկ երկրորդ մղումը երկրորդ օրենքը գստիպ է որ զոհեմ զանոնք բնադիբին բնակիրին ու անարարգելի պաստարգումներով հասնիմ այդ հավավումներուն բաներ ավելցնել բայց հետո անդրադառնալ որ այդոնք պետք է գդրել եւ վերադառնալ ճիշտ ինչ որ էր Սերվանտեսի քրածին իսկ այս Պիամենաղին եւ Սերվանտեսին եւ Բորխեսին շուրջեր եւ այս ամբողջին գաբակցությունը այս Ժիբաբաշներու 18-րդ դարու վերջավորության այդ երազանքին հետ իսկ Մորիս Բլանշո ֆրանսիացի քրող
էսեյակիր, մտածող, որ նույնքան լավ ընթերցող էր, որքան Բորխեսը կամ մենք։ Առանց անպայման ծանոթ լալու վերը մեջբերված Նովալիսի թիվ 2005 գոտորագին, ուրեմն առանց գիտնալու, որ հոն խոսքը իրապես թարգմանության մասին է, կամ ասենք թարգմանությունը գործած է որպես փոխաբերություն, Պիեր Մենարին գդարածը անմիջապես այդ ծևով կհասկանա մեկնաբան է 59-ին գրված քիրքի մեջ, որ ֆրանսերեն, որում վերնակիրը ֆրանսերեն le livre à venir է Կալիկ քիրքը, հադորին մեջ զդերված փորձակրության մեջ, որ կանտրատարնա Բորխեսին եւ քրական անհունության։ Բիլիգարտամ այդ հատվածը, ուրեմն Մորիս Բլանշո, որ ուրգանտրատարնա այս սրճագավոր Պիեր Մենար, այս սրճագավոր երևակայական Պիեր Մենար անունով քրողին։ Մորիս Բլանշո գսե հետևյալը. Երբ Բորխես գարաչարգե, որ երևակայենք ժամանակագից ֆրանսացի քրողը, որ ինքն իր մտածումներեն մեկնելով, գոհորինե քանի մեջեր, որոնք փարացի գերբով պիտի վերարտադրեն Դոն Քիխոտեյան երկու գլուխներ։ Այդ հիշադակելի անհետեցությունը ուրիշ բան չէ, եթե ոչ ամեն թարգմանության մեջ կատարված է։ Դովավորի չէ, որ Բլանշո գրծած է ադանք պաման միջավես հասկանալ։ Թարգմանության բարակային նույն կորձը ունինք երկու դարբեր լեզուներով։ Բորխեսի վիբումին մեջ երկու կորձ ունինք, մեկ ու միակ լեզվիմը նույնության մեջ։ Նույն կորձը, մեկ ու միակ, երկու կորձ ունինք, մեկ ու միակ լեզվիմը նույնության մեջ։ Եվ այդ նույնը չեղող նույնությամբ, գայելության, երգագիության հապշտակիչ հրացքը։ Անշուշտ Բլանշոին ասենք միտքին մեջ ունեցած ուրիշ բան է, քան թե մերը հոս ուղղագի ամիջապես թարգմանությունը չէ, Բլանշոյի մտքին մեջ ուրիշ երազանք մգար, որ պիտի գոչեմ եւ ուրիշ արիտով կբացատրեմ մալարմեական երազանքը, մալարմեն ֆրանսացի քրփանաստերձ ներդասնիներոտ տարու վերջավորության, որուն համար ի վերջո ամեն քրող գուզե արդատրել մեկ քիրք եւ խորքին մեջ ամբողջ քրագանությունը պետք է լա այդ մեկ քիրքի արդատրությունը, որ կնշանակի ամբողջ աշխարհը մեկ քիրքի մեջ բարփակել եւ այլն։ Բայց գանցնիմ Բլանշոյին նկարագրած խոս իրականության մեջ կամ երևակայած իր բարակային, իր գարկին հավիտենական վերադարձի աշխարհն է։ Չնչին սրբակրությամբ գնգարակրե հավիտենական վերադարձը, որուն մեջ գոկնության կորձողությունը գգադարվի տակմանությամբ։ Բախմը խորինք Նիչեին հավիտենական վերադարձի մասին։ Ոչ մեկ անշուշտ եւ հավանաբար Նիչեն Ալինքսինքին չհարցուցած թե ենթադրենք, որ ամեն ինչ կվերադառնա հավիտենաբեջ, չէ՞, առանց ովևէ փոփոխության։ Բայց Նիչեն մեզի չսեր եւ ոչ մեկ ինքսինքին չհարցուցած թե այդ ամեն ինչը որ կվերադառնա, ինչ լեզվով կվերադառնա։ Եվ ուրեմն հավիտենական վերադարձի հարցը նաեւ թարգմանության հարցն է։ Գրնա դարբերել լեզվով վերադառնալ եւ թարգմանելը ի վերջո մտնել է այդ հավիտենական վերադարձի կորձողության մեջ, կամ ֆենոմենին մեջ, կամ խաղապարին մեջ։ Կամ հագարակը գրնակ խորել, որ հավիտենական վերադարձ ծև մնացելու, ինչ որ գնե թարգմանիչը, քանի որ շատ լավ գիտեք, որ թարգմանության աշխատանքը անվերջ է, հավիտենական վերադարձ մնե, որ ինչու, որև թարգմանությունը չէ վերջացած երբեք, այսինքն թարգմանված կորձը գրնա ոչ թե ինքը այլ կորձը գրնա վերստին թարգմանվել նույն լեզվով ու վերստին թարգմանվել շրջաններուն համաձայն 200 տարի վերջը իմ թարգմանություններս Բլանշոյեն կամ Բորխեսեն եւ այլն ուրիշ մեգահայերենի պիտի թարգմանի եւ դարբեր թարգմանությունը պիտի լանշուշ կամ նույնիսկ երբեմն 20 տարի վերջը 10 տարի վերջը շատ լավ գիտեք օրինակ որ մեր Մխիթարյան հայրերը 19-րդ դարուն ասենք մեկ սերունդ դարբերությամբ եւ քանի մեդարի դարբերությամբ նույն հին հույներուն կորձերը վերստին գտակմանեին, որովհետեւ նախորդ սերունդինը լավ չէին գտներ եւ այլն։ Կամ ուրիշ ծավալ գուզեին թարգմանել։ Գնգարակրե հավիտենական վերադարձը, որուն մեջ գտնության կորձողությունը կգադարվի թարգմանությամբ։ Նույնը կվերադառնա թարգմանված դարբեր լեզվով
կամ նույն լեզվով։ Թարգմանվելը, թարգմանության բանջը քրական կորձի բանջն է, որպես քրական։ Եվ այս անշուշտ բացատրության կգարոդի։